Բարի լույս սիրելի հայրենակիցներ, Reopen Media-ի ուղիղ եթերում իր աշխատանքն է սկսում ReNews լրատվականը, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, ես Լուսինեն եմ Ղարսայան։ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը 2 ամսով կալանավորվեց, նա երրորդ բարձրաստիճան հոգևորականն է, որ վերջին ամիսներին քրեական հետապնդման է ենթարկվում։ Ավելին Սրբազանը ամենայն հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի քրոջ որդին է, ինչը շատերը համարում են որպես ուղիղ ճնշում անձամբ վեհափառի նկատմամբ։ Մկրտիչ Սրբազանի կալանավորման թեմային լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել են նաև երկրի վարչապետը։ Սիմոն Հովհաննիսյանի ռեպորտաժը։ Վեհափառ հայրապետն այցելել է Արագածոտնի թեմ եւ իր օրհնությունն ու քաջալերանքն է փոխանցել քահանա-հայրերին, որոնք հոկտեմբերի 15-ին բերման էին ենթարկվել։ Բերման ենթարկվածներից երկուսը կալանքի տակ են։ Առավոտյան դատարանը Մկրտիչ Սրբազանի խափանման միջոցը երկամսյա կալանք որոշեց։ Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանն էլ կալանավորվեց 1 ամսով։ Մյուս հոգևորականներն ազատ են արձակվել։ Ըստ փաստաբան Արա Զոհրաբյանի վկայի կարգավիճակ ունեն։ Ըստ էության տեսակցությունները սահմանափակեց, այլ անձանց բացառության մերձավոր ազգականի, այսինքն նոր, այլընտրանքային խափամիջոցների կիրառումը, տնային կալան գրավ եւ այլն գտավ, որ այս պահին բավարար չէ։ Տեր Արամ Քահանան է երեկ խոսել լրատվամիջոցների հետ, հաղորդել, որ ինքը հանցագործության մասին հաղորդում չի ներկայացրել։ Միայն Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում է բարձրաձայնել խնդիրը, որ իրեն իր կամքի հակառակ ցույցի են ուղարկել։ Ով ու ինչ նպատակով չէր հստակեցրել Հովանավանքի հոգևոր հայրը, բայց թող քննվի գործը, ասում է Արամ Քահանան, չնայած իրեն հարցաքննության չեն կանչել։ Հնարավոր է, որ հանրությունը օրհնի մեկին, ով որ անեծքի է արժանի, եւ հնարավոր է հանրությունը անիծի մեկին, ով որ օրհնանքի է արժանի, բայց ժամանակը ցույց կտա։ Փիլիսոփա Վարդան Խաչատրյանը հարցնում է, ինչու պետք է միայն մեկ մարդու խոսքով տասնյակ մարդկանց տներ խուզարկվեր, հետո ձերբակալություններ ու կալանավորումներ լինեին։ Նման բան պետք չէր անել, այն էլ աշխարհաքաղաքական այս անկայուն փուլում, ասում է Խաչատրյանը։ Արդյոք դա հիմք է այսպիսի յուրօրինակ զանգվածային ձերբակալության համար, ինչը իմ խորին համոզմամբ չի կարող որևէ կերպ արդարացվել, երբ որ նա մինչև վերջ քննված չէ, պարկեշտ ինչ որ ապացույցներ ձեռք բերված չեն, ավելի խորքային գործունեության ոչ թե ինչ որ խոսքային միջամտության տվյալ իրավիճակին, քանի որ եկեղեցին եւս ունի ինչ որ չափով իշխան, դա ինչ որ չափով եմ ես հատուկ նշում, որ մոտավորապես պարզ լինի, որ աշխարհիկ իշխանության ծավալները չունի այն բռնության մեխանիզմը, որը աշխարհիկ իշխանությունն ունի եւ այլն։ Երբ որ գնում ենք ընտրությունների, իշխանությունը ուզում է իր ձեռքում ամբողջովին հավաքած լինի ողջ գոյություն ունեցող իշխանության ռեսուրսը։ Ռուբեն Ռուբինյանը եւս մեկ դեպք է հիշում նախորդ դարավերջից։ Տեր Ասողիկ եպիսկոպոսին կալանավորել էին 1998-ին, ըստ ԱԺ փոխնախագահի։ 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանի նախագահության առաջին ամիսներին շուրջ $1 միլիոն հափշտակության գործով ձերբակալվեց եւ կալանավորվեց հայ առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Ասողիկ եպիսկոպոս Արիստակեսյանը։ Ինչ եք կարծում, ինչպես սրան արձագանքեց Կտրիչ Ներսիսյանը, որն այն ժամանակ հանդես էր գալիս Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյան անունով։ Վստահաբար պիտի Քոչարյանին մեղադրեր եկեղեցու դեմ սկսած արշավի, հակաքրիստոնեականության, շինծու մեղադրանքներ սարքելու եւ այլ տարատեսակ ապազգային մեղքերի մեջ, չէ։ Մայրաթորի այդ ժամանակվա արձագանքն է տեղադրում, որում ասվում է սպասում են դատաքննության ավարտին, վերջնական դիրքորոշումը հայտնելու համար։ Դրանից հետո Տեր Ասողիկն արդարացվել է։ Այս օրինակը ճեպազրույցում վարչապետ Փաշինյանն էլ բերեց այսօր։ Նախ սկսենք նրանից, որ իմ կողմից հայ առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա, որևէ տեղ գրած չի, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող անձը եւ եկեղեցին նույնական են։ Էլ չեմ ասում նախկինում Հայաստանում դեպքեր եղել են, երբ որ եպիսկոպոս քրեական պատասխանատվության է ենթարկվել եւ տարիներ է անցկացրել բանտում։ Հիմա իմիջայլոց, եթե ես իմ լրագրողական տարիներից եմ դա հիշում, բայց ես հասկանում եմ, որ մեր իրականության մեջ այդ հիշողությունը չկա։ Քրեական օրենսգրքով առնվազն կալանավորվել է եւ երկար ժամանակ, չգիտեմ, դատավճիռ եղել է թե չէ։ Ըստ կրոնագետի պատմության մեջ լինում են դեպքեր, երբ եկեղեցին ու իշխանությունները անհաշտ են, բայց դա կարող է լրացուցիչ այլ խնդիրներ առաջացնել։ Դրանք երկու իշխանություններ են։ Մեկը աշխարհիկ իշխանությունն է, մեկը հոգևոր իշխանությունն է։ Եվ բարբերաբար լինում են դեպքեր, երբ որ նրանք փոխադարձ ունենում են հակասություններ։ Այդ որևէ նոր բան չի աշխարհի երեսին, չարժի գնալ քայլերի, որոնք համահայկական խնդիրներ են առաջացնելու։ Եվ չմոռանանք էլի, որ նույն մի այդպիսի
առանյակներում հին հնդկական իմաստնության մեջ կա, ասում, երբեք չբողոքես կուրությունից, եթե սեփական մատերով ես աչքերը թանել։ Մինչ հոգևորականների գործով քննությունը շարունակվում է, հասարակության մեջ չեն դադարում բանավեճերը, սա հոգևոր եւ աշխարհիկ իշխանությունների բախում է, թե հոգևոր նորոգում, ինչպես պնդում է Նիկոլ Փաշինյանը։ Սիմոն Հովանիսյան, Լևոն Ոսկանյան եւ Գևորգ Սյանոսյան, Reopen Media։ Հանրապետությունում հանցավորության աճի մասին, դանակահարություն մայրաքաղաքում, կրակոցներ Լոռիում, քառակի սպանություն Կոտայքում եւ այս ամենը հաճախ աննշան թվացող կենցաղային վեճերի պատճառով։ Իմ գործընկեր Մերի Դանելյանը սոցիոլոգի հետ զրույցում փորձել է հասկանալ, ինչ է տեղի ունենում հասարակության հետ եւ որտեղ են այս դաժանության արմատները։ Երեք քաղաքացի է մարմնական վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն։ Պատճառը մայրաքաղաքի Երևանի համայնքում տեղի ունեցած դանակահարությունն է։ Դեպքի վայրում հայտնաբերվել են առնանման հետքեր, գազային ատրճանակի չկրակված 3 պարկուճ։ Լոռու մարզում կրակոցներ են հնչել, 10 հոգի ձերբակալվել է։ Մամուլի տեղեկություններով կրակոցները հնչել են նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի, Ձերժավայի Արկադիի տան մոտ։ Արամուսում կենցաղային վիճաբանության ֆոնին 61-ամյա բնակիչը իրեն պատկանող հրացանով սպանեց ամուսինների։ Դեպքից անմիջապես հետո նույն անձը եւս 2 հոգու զրկեց կյանքից արդեն Զովաշենում։ Վերջին շրջանում տեղի ունեցած ողբերգական դեպքերից էին, երբ շանը հայհոյելը կամ անձրևաջրերի միջով մեքենան զգուշորեն վարելու պահանջը դարձան սպանության պատճառ։ Երկար ձգվող շղթայի այս օղակները վկայում են հանրային անհանդուրժողականության, լարվածության, ագրեսիայի ու դաժանության աճի մասին, եւ թե ինչպես աննշան թվացող վեճերը կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների։ Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանը կարծում է, միջանձնային բախումների հիմնական պատճառներից մեկը հասարակության արժեհամակարգի փոփոխությունն է կամ անկումը։ Այն, որ մենք ձեզ հետ այլևս չենք առաջնորդվում եւ կառավարվում միասնական արժեքներով, համայնքային ամբողջականությամբ, ամոթի զգացումով, խղճի զգացումով եւս շատ վատ նեգատիվ դրսևորումներն են այս ամեն ինչի, այդ քաոսի, արժեհամակարգային քաոսի եւ նա ուժը ճիշտ է, նա ով ուժեղ է, այս սկզբունքն է սկսում գործել նորից, ջունգլիների օրենք է սա կոչվում։ Ոստիկանության հրապարակած ամփոփագրի տվյալով անցած 1 օրում մեր երկրում գրանցվել է հանցագործության 158 դեպք, այդ թվում 6-ը մարմնական վնասվածք պատճառելու, 6-ը սառը զենքի հայտնաբերման, 11-ը խարդախության, 11-ը թմրանյութի հայտնաբերման։ Սոցիոլոգիայի դոկտորի խոսքով հաճախ բարձրաստիճան պաշտոնյաների վարվելակերպն է ձևավորում քաղաքացիների վարքը։ Ըստ նրա, չնայած Հայաստանը խորհրդարանական երկիր է, ամենահեղինակազրկված կառույցը ազգային ժողովն է։ Այսպես էլ ձևավորվում է ամենաթողության մթնոլորտը։ Տեսնելով վերևից եկող կուսակցությունների միջև գզվրտոց ազգային ժողովում պատգամավորների մշտական խուլիգանական պահվածքը, սա տեսնելով սովորական քաղաքացիներ, ընտրողներ շատ հաճախ նույն վարքագիծն են ընդօրինակում։ Երբեմն մանրումեծ հանցագործություններն ավելի խորը արմատներ են ունենում։ Ըստ մասնագետի, վիճաբանության, ծեծկրտուքի, ֆիզիկական բռնության պատճառ հաճախ դառնում են ծնողների դաստիարակչական սխալ մեթոդները։ Եթե քեզ բան ասեն, քարը վերցրու տուր գլխին, կոպիտ ասած կամ մեղմ ասած, եւ դրանով են դաստիարակում այսօր երեխեքին։ Բակի խաղացող երեխեքը հաճախ իրար հայհոյում են եւ հայհոյում շատ կոպիտ ձևերով։ Հիմա պատկերացրեք, որ նրանց մեկի ծնողն է լսում, որ իր երեխային հայհոյում են այդպես, ինչպես որ դա երեխայական չի արդեն, իջնեն եւ սկսեն այդ ուրեմն հաշվեհարդար պահանջել ամբողջ ընտանիքից։ Մենք այդտեղ ենք միջնադարում, կոպիտ ասած։ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն 2025 թվականի հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցված հանցագործությունների թիվն աճել է 12.4%-ով։ Առավել մեծ աճ է արձանագրվել մայրաքաղաք Երևանում։ Առանձնապես ծանր հանցագործությունների թիվն աճել է 29%-ով։ Հանցավորության դեմ պայքարի համար աշխարհի զարգացած երկրները կիրառում են բազմաթիվ նորարարական եւ արդյունավետ մոտեցումներ։ Իսլանդիան, որը 2008-ից ի վեր համարվում է աշխարհի ամենախաղաղասեր երկիրը, այդ հաջողությանը հասել է հանցավորության կանխարգելման յուրահատուկ մոդելի շնորհիվ, որը կենտրոնանում է ոչ թե հանցագործության դեմ պայքարի, այլ դրա առաջացման ռիսկի գործոնները վերացնելու վրա, հատկապես երիտասարդների շրջանում։ Նորվեգիան որդեգրել է քրեական արդարադատության արմատապես տարբերվող մոտեցում, որի առանցքում ոչ թե պատիժն է, այլ վերականգնումը եւ սոցիալականացումը։ Երկիրը, որի բանտերը աղքատ երկրների բնակիչների համար բարձրակարգ հանգստավայր կթվային, ունի աշխարհում կրկնահանցագործության ամենացածր ցուցանիշներից մեկը՝ մոտ 20%։ Մերի Դանիելյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։
Նախորդին Թուրքիայի նախագահը Պոլսի հայոց պատրիարքին է ցավակցել 93-ամյա հոր մահվան կապակցությամբ։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ երկու երկրների հաշտեցումը Թայիպ Էրդողանի ղեկավարած երկրում կարծես թե չեն շտապում իրագործել։ Ինչու է թուրքական կողմը ձգձգում Հայաստանի հետ դիվանագիտական կապեր հաստատելը, որքանով են ազնիվ Թուրքիայի մոտեցումները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Ամեն դեպքում Թուրքիայի պես հետ ամեն քայլը պիտի հաշվարկված անել։ Ըստ Էրդողանի Հայաստանը շատ ճիշտ ուղղությամբ է գնում Ադրբեջանի հետ հաշտվելու պայմանները կատարելուց եւ սահմանի բացումը ժողովուրդների հետ հաշտեցումը կքննարկեն։ Իսկ Հայաստանի իշխանությունը թափանցիկ ակնարկներ է անում, որ պատրաստ է եւ սպասում է դիմացինի բարի կամքի դրսեւորմանը։ Այս թեմայով Աննա Հարությունյանն է զրուցել հայ եւ թուրք փորձագետների հետ։ Մի կողմից Թուրքիայի նախագահի անձնական ցավակցական զանգը Պոլսու հայոց պատրիարքին, մյուս կողմից փակ սահմանների բացման հեռանկարով դանդաղ տասնամյակներով ձգվող պատմություն։ Հայ-թուրքական հարաբերությունների բարդությունն ու հակասական բնույթն այսօր արտացոլվում են հենց այս երկու իրողությունների միջև։ Սակայն Թուրքիայի հայ համայնքի համար ցանկացած դրական ազդակ հույսի աղբյուր է, թեթևացնելու այն 100-ամյա բեռը, որը նրանք կրում են իրենց ուսերին։ Հայ-թուրքական հարաբերությունները վերջին 100 տարում այնքան լարված են եղել, որ այստեղ հայ անունը հավասար է հայհոյանքի, եւ Հայաստանում էլ թուրք անունն է հավասար հայհոյանքի։ Հետևաբար, եթե այս հարաբերությունները շտկվեն, ամենամեծ ծանրությունը մեր ուսերից է դուրս գալու։ Պատիարքը նշում է, որ կարգավորման գործընթացում կան դրական տեղաշարժեր, անի կամրջի վերականգնում, նոր ավիաընկերությունների մուտք, նա նաև ընդգծում է, որ ներկայիս իշխանությունների օրոք համայնքի ձայնն ավելի լսելի է դարձել։ Իրեն ժամանակով մենք վերատիրացանք մեր կալվածքներին, մեր ազատություններն ունեցանք։ Այսօր կարող ենք նորոգել մեր կառույցները, մեր եկեղեցիները։ Մեզ այցելում են նախագահը, նախարարները, մեզ հրավիրում են տարբեր միջոցառումների, պետական արարողակարգում տեղ են տալիս։ Սակայն հարաբերությունների կարգավորման հարցում կան ոչ միայն պատմական խոչընդոտներ, այլև քաղաքական իրողություններ։ Թուրք փորձագետները նշում են, որ Անկարայի համար առանցքային է Ադրբեջանի գործոնը։ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում չի կարելի անտեսել ադրբեջանա-հայկական հարաբերությունները։ Թուրքիայի կողմից սահմանները բացելու եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու քայլերին զուգահեռ հաշվի են առնվում տարածաշրջանային կայունության ապահովումը եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Սակայն իհարկե չպետք է մոռանալ, որ Թուրքիան ունի անկախ արտաքին քաղաքականություն եւ տեսանելի իրողություն է, որ բաց է Հայաստանի հետ ուղիղ երկխոսության եւ հարաբերությունների կարգավորման համար։ Այս հարցում կոնկրետ քայլեր կարող են ձեռնարկվել բոլոր երեք կողմերի ընդհանուր շահերի, վստահության ամրապնդման եւ տարածաշրջանային խաղաղության շրջանակներում։ Նախկին պոլսահայ Տիրան Լոկմագյոզյանը համոզված է, որ ամեն ինչ, այդ թվում լրագրողների վերաբերմունքն այս թեմային, որոշում է պետությունը, ավելի կոնկրետ խորքային պետությունը։ Եթե պետությունը ցանկանա, մի ակնթարթում ամբողջ թուրք ժողովուրդը կդառնա հայասեր։ Մեկ շաբաթվա ընթացքում թուրք ժողովուրդը հանկարծակի կսկսի սիրել հայերին։ Իհարկե 100%-ով չէ, բայց ոչ մի բանի մասին 100%-ով չի խոսվում։ Սրանք տեսնված բաներ են։ Թուրքիայում տեղի ունեցան սեպտեմբերի 6-ի դեպքերը։ Տասնյակ հազարավոր մարդիկ լծվեցին փողոցներ, սկսեցին ջարդ ու փշուր անել հայերի եւ հույների խանութները, ավերել եկեղեցիները, մտնել տներ եւ բռնաբարել մարդկանց։ Դա սովորական ժողովուրդն էր։ 1915 թվականին էր այսպես։ Սա ժողովրդի հետ որևէ կապ չունի։ Թուրքիայում կարևորը պետությունն է, իսկ պետության տակ թաքնված է խորքային պետությունը։ Խորքային պետությունը ստեղծվել է 100 տարի առաջ։ Իսկ հայ համայնքի հանդեպ վերաբերմունքում դրական փոփոխությունների ֆոնին Պոլսի հայությունը հայտնվել է գոյաբանական սպառնալիքի առաջ։ Ամենացավոտ խնդիրը ժողովրդագրական է։ Պատիարքի խոսքով ծնունդների թիվը 3 անգամ զիջում է մահացությունների թվին։ Երիտասարդներն արտագաղթում են, իսկ հայոց լեզուն դուրս է մղվում առօրյա կյանքից։ Եթե այսօր մենք 35-40 հազար ենք, 25 տարի հետո 10-15 հազար ենք մնալու։ Ժամանակին ունեինք 50 վարժարան, հիմա միայն 17-ը։ Մենք մեր ունեցած հարստությամբ Սփյուռքյան լավագույն օջախներից մեկն ենք։ Մեր աղոթքն է, որ այնինչ շուրջ 600 տարի պահպանել ենք եկեղեցու շուրջ, շարունակենք նույն կերպ պահպանել։ Մինչ պաշտոնական մակարդակում հնչում են փոխադարձ դրական ժեստեր ու կառուցողական ուղերձներ, հասարակական գիտակցությունում դեռ բարդ է հաղթահարել պատմության կուտակած վախերն ու կարծրատիպերը։ Աննա Հարությունյան, Reopen Media։ Ճեպազրույցում պատասխանելով Ադրբեջանում Թրամփի ճանապարհին բացառապես Զանգեզուրի միջանց բառակապակցության օգտագործման մասին հարցին, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես ընդունել են Կոպենհագենի հանդիպումից հետո երկու կողմերի հրապարակած հայտարարությունը։ Հարցերը մեկնաբանելիս մենք պետք է հիմնվենք ոչ թե բանավոր հայտարարությունների, այլ գրավոր փաստաթղթերի վրա, ասել է նա։ Հաղորդագրությունը ասում է, որ քննարկվել է կոմունիկացիաների հարցը եւ
TRIP նախագիծը Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այսինքն երկու կողմերը այդպիսով արձանագրել են, որ Հայաստանի Հանրապետության տարածքում կա TRIP նախագիծ եւ հետեւաբար այս հենքի վրա մենք տալիս ենք ձեր հարցի պատասխանը եւ լրացուցիչ վերահաստատում ենք Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը, որ Հայաստանի Հանրապետության տարածքում բացի խաղաղության խաչմերուկ եւ TRIP ուղի նախագծերից ուրիշ նախագիծ չկա եւ չի կարող լինել։ Այս ընթացքում Բաքվում թեժ քաղաքական զարգացումներ են։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար 87-ամյա Ռամիզ Մեհդիևը, որ երկար տարիներ համարվում էր երկրի գորշ կարդինալը, մեղադրվում է պետական դավաճանության եւ իշխանությունը զավթելու փորձի մեջ։ Այս զարգացումներին Ռուսաստանի հնարավոր միջամտության շուրջ լուրջ կասկածներ կան։ Կարծիքներ են հնչում, որ Մեհդիևի դեմ սկսված գործընթացը կարող է լինել Իլհամ Ալիևի վարած քաղաքականության մի մասը, երկրի քաղաքական դաշտը ռուսական ազդեցությունից մաքրելու շրջանակում։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար քառորդ դար այդ երկրի գորշ կարդինալ Ռամիզ Մեհդիևին 3 ծանր հանցագործության մեջ են մեղադրում։ Պետական դավաճանություն, իշխանության զավթման փորձեր, սեփականացրած գույքի հանցավոր ճանապարհով օրինականացում։ Մեհդիևը 1995-ից Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոններ զբաղեցնում։ 2019-ին նախագահ Իլհամ Ալիևը նրան այսպես կոչված պատվավոր թոշակի ուղարկեց, անգամ իր հոր անունով շքանշանով պարգևատրեց։ Մեհդիևը նշանակվեց Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի պաշտոնում, այս ընթացքում նրան սկսեցին մեղադրել խոշոր չափերի յուրացումների մեջ։ Նրան իջեցրին այդ պաշտոնից մինչև ակադեմիայի կազմում գործող ակադեմիական հանրագիտարանի կազմման խորհրդի ղեկավար, իսկ հետո էլ հեռացրին անգամ այդ պաշտոնից, նշանակելով ընդամենը խորհրդի անդամ։ Բաքվում փակվում է ռուսական տունը, կառույցը մեղադրվում է Ռուսաստանի օգտին լրտեսելու համար։ Լուրեր են տարածվում, որ Ադրբեջանում ռուսական լրտեսների ցանց է գործում, որ ղեկավարում է հենց Մեհդիևը։ Չնայած այս մեղադրանքներին Մեհդիևն ու իր ընտանիքը շարունակում էին Ադրբեջանում ամենաազդեցիկ կլաններից մեկը մնալ։ Վարկածներից մեկի համաձայն Մեհդիևի ձերբակալությունը պայմանավորված է ընդդիմադիր առաջնորդ Ալի Քերիմլիի գործողությունները ֆինանսավորելու եւ երկրում ռազմական հեղաշրջում անելու փորձով։ Սակայն հիմնական վարկածով Մեհդիևը պատրաստվում է Ռուսաստանի աջակցությամբ իրականացնել պետական հեղաշրջում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Մեհդիևը փորձել է օգտվել ազալ ինքնաթիռի կործանման պայմանավորված ռուս-ադրբեջանական լարվածությունից։ Նախկին գորշ կարդինալը նույնիսկ ժամանակավոր պետական խորհուրդ է ձևավորել Ալիևին տապալելուց հետո այն գլխավորելու հեռանկարով, իսկ խորհրդի կազմը համաձայնեցրել է ռուսների հետ։ Սակայն ըստ ԱՊԱ գործակալության ռուսական կողմն ինքն է մատնել ադրբեջանական կողմին Մեհդիևի ծրագրի մասին Դուշանբեում կայացած հանդիպման ժամանակ։ Ի դեպ ըստ որոշ աղբյուրների Ռամիզ Մեհդիևի կինը հայկական ծագում ունի։ Անի Հովհաննիսյան, Reopen Media։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ադրբեջանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սոֆի Լագուտիի հավատարմագրերն ընդունելով հիշեցրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Կոպենհագենում կայացած հանդիպումը, որի ընթացքում Ալիևը հայտարարել էր, որ երկու երկրների միջև թյուրիմացություն առաջացնող հարցերը մնացել են անցյալում։ Ընդգծելով, որ երկկողմ օրակարգում նոր շրջան է սկսվել, պետության ղեկավարն անդրադարձել է նախ եւ առաջ միջանձնային ու գործնական շփումների մշակութային եւ հումանիտար ոլորտներում համագործակցության վերականգնման ու զարգացման կարևորությանը։ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել ԵԱՀԿ քարտուղարությանը եւ գործող նախագահ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի Թբիլիսիում կառավարության դեմ կազմակերպված հանրաքվեին հայտնվելու կապակցությամբ։ Նոտայում նշվում է, որ Վալտոնենը շեղվել է իր պաշտոնական այցի ծրագրից, միացել է ակտիվիստների մի փոքր խմբի, որոնք ազատորեն, բայց անօրինական կերպով փակել են Թբիլիսիի գլխավոր պողոտան եւ հրապարակային հայտարարություն է արել, որը չի արտացոլում իրականությունը։ Արտգործնախարարությունը սահամարում է միջազգային հանրությանը Վրաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մոլորեցնելու միտումնավոր փորձ։ Այդ քայլից հետո վարչապետ Իրակլի Կոբախիձեն չեղարկել է իր հանդիպումը Վալտոնենի հետ, սակայն Վալտոնենը պնդում է, որ հանդիպումն ինքն է չեղարկել եւ հանրաքվեին էլ չի մասնակցել։ Մինչդեռ ԵԱՀԿ նախագահողը փողոցից տեսաուղերձ է հղել, իսկ ոստիկանությունը նրան տուգանել է 5000 լարիով ճանապարհի ապօրինի փակման համար։ Հեռախոսազրույց են ունեցել Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահները, ըստ աղբյուրների խոսել են շուրջ 2 ժամ։ Թրամփը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հետ զրույցը եղել է արդյունավետ, իսկ հանդիպումը տեղի կունենա մոտ 2 շաբաթվա ընթացքում։ Նա հավելել է, որ այսօր կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եւ կտեղեկացնի նրան, թե ինչ է քննարկել Պուտինի հետ։
Մինչ Ադրբեջանում Ռուսաստանի ազդեցության թուլացման ֆոնին զարգանում են ներքաղաքական դրամաներ, ռուս-ուկրաինական ռազմաճակատում լարվածությունը հասնում է նոր գագաթնակետի։ Կիևը և Արևմուտքը քննարկում են մի քայլ, որը կարող է արմատապես փոխել ուժերի հարաբերակցությունը։ Խոսքը Ուկրաինային ամերիկյան արտադրության Tomahawk տեսակի հեռահար թևավոր հրթիռների հնարավոր տրամադրումն է։ Այս որոշումը կարող է ոչ միայն բեկում մտցնել ռազմական գործողություններում, այլև վերաձևել աշխարհաքաղաքական հավասարակշռությունը Միացյալ Նահանգներին և ՆԱՏՕ-ին ավելի խորը ներքաշելով հակամարտության մեջ։ Մինչ Ռուսաստանը հայտարարում է մի քանի ուղղություններով հարձակումների և զորքերի առաջխաղացման մասին, Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունն իր հերթին հրապարակում է ռուսական ռազմական թիրախների հաջող հարվածների տվյալներ։ Լարվածության կենտրոնում է Ուկրաինայի Tomahawk հրթիռների հնարավոր տրամադրումը, որի շուրջ նախագահ Զելենսկին սեպտեմբերին դիմել էր Միացյալ Նահանգներին, առաջարկելով դրանք վաճառել եվրոպական երկրներին Ուկրաինային փոխանցելու համար։ Եթե ԱՄՆ-ն իսկապես տրամադրի այս զենքերը, ապա կարծում եմ ՆԱՏՕ-ի և Եվրոպայի շրջանակներում շատերն այդ լուրը ոգևորիչ կհամարեն, քանի որ դա կնշանակի ԱՄՆ-ի այս հակամարտությունից և եվրոպական անվտանգությունից, այսպես ասած, հռետորական անջատման միտումից շրջադարձ կամ առնվազն դանդաղում։ Այսինքն, սա շատ էական ներդրում է, որը հակասում է Դոնալդ Թրամփի Ուկրաինային աջակցելու վերաբերյալ որոշ հայտարարություններին։ Մոսկվան պնդում է, որ Ուկրաինան պահանջելով Tomahawk-ները փորձում է Միացյալ Նահանգների ներքաշել ուղիղ առճակատման մեջ, հակամարտությունը երկարաձգելու համար պատասխանատվությունը դնելով Արևմուտքի վրա։ Ռուսաստանը նախազգուշացնում է, որ նման քայլը վտանգավոր հետևանքներ կունենա։ Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները վերսկսում է ռազմական աջակցություն տրամադրելը։ Եվ այն հարցերից մեկը, որը մենք քննարկենք, այս նոր ծրագիրն է, որը մենք սկսել ենք ընդամենը օգոստոսին։ Այդ ծրագրի շրջանակում Միացյալ Նահանգները կրկին Ուկրաինային տրամադրում է կենսական նշանակության մահաբեր և ոչ մահաբեր ռազմական աջակցություն, որը ֆինանսավորում են դաշնակիցները և արդեն 2 միլիարդի պարտավորություն են ստանձնել։ Եվ ես այսօր բոլոր հիմքերն ունեմ ենթադրելու, որ շատ այլ երկրներ կմիանան դրան։ Ըստ մասնագետների, Ուկրաինային Tomahawk հրթիռների փոխանցումը կարող է բեկումնային դառնալ ռազմական գործողությունների ընթացքի համար։ Tomahawk-ը թևավոր հրթիռ է, առավել հաճախ ցամաքային թիրախների խոցման թևավոր հրթիռ, որը ԱՄՆ-ն մշակել է մի քանի տասնամյակ շարունակ։ Դրանք առավել հաճախ արձակվում են նավերից կամ սուզանավերից, բայց կան նաև տեսակներ, որոնք կարելի է արձակել ցամաքային կայաններից, եւ ենթադրվում է, որ նրանք կտրամադրեն այս հրթիռներից որոշ քանակություն, հավանաբար արձակման կայանի հետ միասին, որպեսզի Ուկրաինան կարողանա խորքային հարվածներ հասնել Ռուսաստանի տարածքին եւ հավանաբար գրոհել ռազմական թիրախները, էներգետիկ օբյեկտները կամ ռուսական ռազմարտունաբերական համալիրի այլ կարևորագույն համալիրները։ Ուկրաինային Tomahawk հրթիռների հնարավոր տրամադրումը խաթարել է համաշխարհային ռազմաքաղաքական հաշվեկշիռը։ Մի կողմից Արևմուտքը եւ Կիևը սա դիտարկում են ռազմաճակատում բեկում մտցնող եւ եվրոպական անվտանգության հարցում Միացյալ Նահանգների ներգրավվածությունը վերահաստատելու հնարավորություն։ Մյուս կողմից Մոսկվան այն որակում է ուղիղ առճակատման սադրանք եւ սպառնում է հարաբերությունների վտանգավոր սրմամբ։ Մասնագետները կարծում են, որ վերջնական որոշումը, որը կարող է կայացվել Թրամփ-Զելենսկի հանդիպման արդյունքում, կարող է վճռորոշ լինել ոչ միայն հակամարտության հետագա ընթացքի, այլև աշխարհաքաղաքական ուժերի հավասարակշռության վրա։ Դավիթ Գենջոյան, Open Media։ Ջոն Քենեդու սպանության չբացահայտված գործում անսպասելի զարգացում է տեղի ունեցել։ Դոնալդ Թրամփի հրամանով Քենեդու սպանության հետաքննությունը վերսկսվել է որպես բարի կամքի նշան Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպանը կոնգրեսական Աննա Պաուլինա Լունային է փոխանցել Խորհրդային Միության գաղտնազերծված արխիվային փաստաթղթերը կապված սպանության հետ։ Մանրամասները ռեպորտաժում։ Տեխասի նահանգի Դալաս քաղաք 1963 թվականի նոյեմբերի 22։ Դեմոկրատ նախագահ Ջոն Քենեդին այստեղ էր նախընտրական քարոզարշավի շրջանակում, նպատակ ունենալով շահել հանրապետական ու ամենապահպանողական նահանգը համարվող Տեխասի բնակիչների սրտերը։ Լավ եղանակով պայմանավորված նա որոշեց հրաժարվել զրահապատ մեքենայից եւ բաց լիմուզինով շրջել քաղաքում, ողջունելով իրեն դիմավորող շուրջ 200,000 քաղաքացիներին։ Ժամը 12:30 Elm Street։ Նախագահական կորտեժը դանդաղ շարժվում էր, երբ քաղաքապետի կինը շրջվելով դեպի նախագահը ասաց. «Պարոն նախագահ, դուք չեք կարող ասել, որ Դալասը ձեզ չի սիրում»։ Հենց այդ պահին հնչեցին կրակոցներ։ Առաջինը վրիպեց, երկրորդը խոցեց նախագահի մեջքն ու կոկորդը, երրորդ մահացուն ուղղված էր գլխին։ Այս սահմռկեցուցիչ պահը պատահաբար իր սիրողական տեսախցիկով նկարահանել էր Աբրահամ Զապրուդերը, արդեն դողացող ձեռքերով ակամա ստեղծելով Ամերիկայի պատմության ամենասարսափելի կադրը։ Մեկ ժամ անց աշխարհը ցնցվեց լուրից. Ջոն Քենեդին մահացած էր։
Իրավապահները շատ արագ գտան կասկածյալին։ Տեխասի դպրոցական գրքերի պահեստի շենքի 6-րդ հարկում, որտեղից ըստ պաշտոնական վարկածի արձակվել էին կրակոցները, հայտնաբերվեց հրացանը։ Շենքի աշխատակիցներից մեկը Լի Հարվի Օսվալդ անունով նախկին ծովայինը բացակայում էր։ Հենց նա էլ հայտարարվեց միակ կասկածյալ։ Օսվալդը, որը 1959-ից 62 թվականներին ապրել էր Խորհրդային Միությունում, կտրականապես հերքում էր իր մեղքը։ Սակայն նա այդպես էլ դատարան չհասավ։ 2 օր անց, երբ նրան տեղափոխում էին բանտ, ուղիղ եթերում նրան գնդակահարեց գիշերային ակումբի սեփականատեր Ջեք Ռուբին։ Գործը կարծես թե փակվեց, սակայն հարցերը մնացին։ Ինչպես կարող էր Օսվալդը մենակ իրականացնել նման բարդ գործողություն։ Ինչու Ռուբին սպանեց նրան կարծես վերացնելով վկային։ Եվ արդյոք այս ամենը պարզապես զուգադիպություն էր։ Քենեդիի նախագահ դառնալուն ասում են մեծապես աջակցել էր մաֆիան։ Իտալական ծագումով ամերիկյան հանցաշխարհի հետ սերտ կապեր ունեցող երգիչ Ֆրենք Սինատրայի միջոցով։ Սակայն իշխանության գալով Քենեդին գլխավոր դատախազ նշանակեց իր եղբորը Ռոբերտ Քենեդիին, որը պատերազմ սկսեց կազմակերպված հանցավորության դեմ։ Այս տեսության կողմնակիցները պնդում են, որ մաֆիան իրեն դավաճանված զգաց եւ պատվիրեց նախագահի սպանությունը։ Ըստ որոշ տվյալների Օսվալդը եւ Ռուբին քննարկել են Ռոբերտ Քենեդիին սպանելու տարբերակը, սակայն Օսվալդն առաջարկել էր ավելի հզոր հարված հասցնել, սպանելով եղբորը։ Այս վարկածի համաձայն Ռուբին սպանելով Օսվալդին պարզապես մաքրում էր հետքերը։ 5 տարի անց 1968-ին դարձյալ նախագահական քարոզարշավի ընթացքում սպանվեց նաև Ռոբերտ Քենեդին։ Հազարավոր ուսումնասիրություններ են վկայում, որ կազմակերպված հանցաշխարհին ճնշելու համար Քենեդուն պատժելու դավադրությունը ծրագրել է Նոր Օրլեանի մաֆիայի կնքահայր Կարլոս Մարչելոն, որին Քենեդին արտաքսել էր երկրից։ Ֆլորիդայի մաֆիայի կնքահայր Սանթոս Տրաֆիկանտեն եւ Չիկագոյի մաֆիայի դոն Սեմ Ջանկանան։ Կասկածներն ավելի է խորացնում հանգամանքը, որ նրանց վարկածը դաշնային քննիչները շրջանցել են։ Նոր Օրլեանի դատախազ Ջիմ Հարիսոնը առաջին պաշտոնյան էր, որը բացահայտ մարտահրավեր նետեց պաշտոնական վարկածին։ Նա պնդում էր, որ Քենեդուն սպանել է ոչ թե մեկ մարդ, այլ հզոր խմբավորում, որի մեջ ներգրավված են եղել կենտրոնական հետախուզական վարչության գործակալներ եւ կուբացի վտարանդիներ։ Ըստ Հարիսոնի Քենեդին մտադիր էր դուրս բերել ամերիկյան զորքերը Վիետնամից եւ կարգավորել հարաբերությունները ԽՍՀՄ-ի հետ, ինչը դուրս չէր գալիս բազեներին, ռազմաարդյունաբերական համալիրի եւ հետախուզության ազդեցիկ ներկայացուցիչներին։ Հարիսոնը նաեւ կասկածի տակ դրեց այսպես կոչված կախարդական գնդակի տեսություն, ըստ որի մեկ գնդակը խոցելով Քենեդուն կարողացել է վիրավորել նաև նրա առջևում նստած նահանգապետին։ Նա պնդում էր եւ ապացույցներ ներկայացնում, որ կրակոցները հնչել են տարբեր կողմերից, ինչը նշանակում է դիպուկահարները մի քանիսն են եղել։ Առաջադրված վարկածներից էին նաև Կուբայի հետքը, որի պատճառով ծագեց Կարիբյան ճգնաժամը եւ Միացյալ Նահանգներն ու ԽՍՀՄ հայտնվեցին ռազմական բախման եզրին։ Ամենակննարկվողներից մեկն էլ Խորհրդային Միության կամ KGB-ի հետքն էր, հաշվի առնելով գագաթնակետին հասած սառը պատերազմը եւ Հարավի Օսվալդի ԽՍՀՄ-ում տարիներով ապրելու հանգամանքը։ Թերևս հենց այդ հետքերի վրա լույս սփռելու եւ Վաշինգտոնին բարի կամքի ժեստ դրսեւորելու համար Ռուսաստանը բացում է իր արխիվները։ Աշխարհը սպասում է, արդյոք խորհրդային փաստաթղթերը կպարունակեն այն հանցանշանները, որոնք կչեզոքացնեն խորհրդային պակից կասկածները, հատկապես որ Քենեդին ինքն էլ էր փնտրում խորհրդային կայսրության հետ հակադիր համակարգերի խաղաղ գոյակցության բանաձևը։ Այնուհանդերձ դարի սպանություն համարվող հանցագործությունը երբեք էլ չի եղել զուտ ամերիկյան իրադարձություն կամ ողբերգություն։ Այն համաշխարհային առեղծված է, որի բանալին հնարավոր է տասնամյակներ շարունակ պահվել է Կրեմլի պատերի ներսում։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։ Նորաձևության աշխարհի ուշադրությունն այս օրերին սևեռված է Victoria's Secret շոուի վրա, որը հրաշալի օրինակ է, թե ինչպես կարելի է հագուստի ցուցադրությունը վերածել անկաշկանդության տոնի, որտեղ սուպերմոդելները հագուստի յուրաքանչյուր հատված վերածում են արվեստի գլուխգործոցի։ Այն ոգեշնչում է հազարավոր կանանց ցույց տալով, որ գեղեցկությունը բազմազան է։ Victoria's Secret-ը վերադարձավ Նյու Յորք մեծ շուկով, պոդիումում հավաքելով աշխարհի լավագույն մոդելներին։ Շոուն դարձավ նորաձևության եւ գեղեցկության իսկական տոն, համատեղելով գլամուրը, կրեատիվությունը եւ 30-ամյա շոուի լեգենդար ազատամտությունը։ Նորաձևության աշխարհի ամենասպասված իրադարձություններից մեկը Victoria's Secret Fashion Show-ն 2025-ին կրկին վերադարձավ Բրուքլինի Stenier ստուդիոյի շքեղ բեմ։
Լեգենդար հրեշտակների վերադարձի, նոր դեմքերի հայտնության եւ իհարկե Քենդալ Ջեների անսպասելի բացակայության ֆոնին տարվա իրադարձություն համարվող շոուն դարձավ այս օրերի ամենակննարկվող թեմաներից մեկը։ Բեմական կերպարների ստեղծումը այս անգամ վստահված էր ոլորտի լավագույններին՝ հայտնի վարսահարդար Ջավարա Ուաուչոփին եւ լեգենդար դիմահարդար Դեյն Փեթ Մակգրաթին։ Նրանց նպատակն էր վերադարձնել ավանդական բոմբշել ոճի սեքսուալությունը ավելի փափուկ եւ ժամանակակից շեշտադրումով։ Թիմը հրաժարվել է միօրինակությունից ներկայացնելով տարբեր սանրվածքներ՝ կանգուրից մինչև ուղիղ, ինչը ըստ վարսահարդարի իրական գեղեցկությունն է։ Մինչ Ջիջի եւ Բելա Հադիդները փայլում էին բեմում, վետերաններ Ալեսանդրա Ամբրոսիո եւ Ադրիանա Լիմայի կողքին, բոլորի ուշադրությունը սևեռված էր մեկ այլ բանի վրա։ Քենդալ Ջեները, որն իր դեբյուտը կատարել էր Victoria's Secret-ի բեմում 2015-ին, այս տարի ոչ բեմում էր, ոչ էլ հանդիսատեսի շարքերում։ Թեև Ջեներն ինքը չի մեկնաբանել իր որոշումը, պատճառները կարծես ակնհայտ են։ Նա այլևս իր ուշադրությունը չի սևեռում մոդելային կարիերայի վրա։ Շոուի օրերին տեղ ասում էր, որտեղ զբաղված էր իր տեկիլայի բրենդի առաջխաղացմամբ։ Բացի բիզնես հետաքրքրություններից, Քենդալը նախկինում խոսել է բեմական անհանգստության մասին։ Նա 2019 թվականին Էլին ասել էր, որ իրենից երկար ժամանակ է պահանջվել հաղթահարելու հանդիսատեսի առաջ ելույթ ունենալու վախը։ Անի Հովհաննիսյան, Ռեոփան մեդիա։ Ռուսաստանի ֆուտբոլային միության կարգապահական կոմիտեն 150,000 ռուբլով տուգանել է Ռուսաստանի չեմպիոն Կրասնոդարի ավագ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպեցյանին Պրեմիեր լիգայի առաջնության 11-րդ տուրի խաղում Ախմատի պաշտպան Ուսման Նդոնգին վիրավորելու համար։ Նդոնգը հարվածել էր Սպեցյանին եւ հեռացվել էր։ Նույն դրվագում Սպեցյանը դեղին քարտ էր ստացել սադրող գործողությունների համար։ Կարգապահական կոմիտեն չի գտել ապացույց, որ Սպեցյանը Նդոնգի հասցեին ռասիստական բնույթի վիրավորանք է թույլ տվել։ Իդեպ Սպեցյանի տրանսֆերի համար պայքարում է թուրքական Գալաթասարայի ակումբը, սակայն մի առիթով հայ կիսապաշտպանն ասել է, որ Թուրքիայում խաղալն իրեն չի հետաքրքրում եւ որ ավելի լավ է մնա ու խաղա Ռուսաստանում։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, մեր հաջորդ թողարկումը ժամը 13-ին է, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, բարին ընդ ձեզ։